տալում իր խոսքը լսելու համար։ Այսօր շատ կարևոր է, երբ որ մենք լսում ենք Աստծո խոսքը, սիրելի ժողովուրդ ջան։ Մենք շատ անգամ տեսնում ենք, որ Աստված իր գործ անում է բոլորիս կյանքի մեջ, սիրելի ժողովուրդ ջան։ Այսօր մենք ամեն մեկս ունենք մեր կյանքի մեջ շատ վկայություններ, թեկուզ մենք Աստծուն չենք ճանաչել ժամանակին, չէ, բայց Աստված մեր կյանքը պահել է, ժողովուրդ ջան։ Այսօր մենք որքան պետք է մեր Աստծուն փառ տանք, որ այն ժամանակները թեկուզ մենք Աստծուն չենք ճանաչել, բայց Աստված մեր կյանքը պահել է, ժողովուրդ ջան։ Եվ մենք այսօր շատ անգամ տեսնում ենք, երբ որ ինչ համար Աստված մարդուն բերում է դեպի ավետարան։ Կարող այսօր դու Աստծո մասին շատ բան կիմանաս, բայց Աստված քեզ ուզում է բերա մտցնա ավետարանի մեջ, որ դու ընդից սնվես։ Նայա կատ ավետարանը, ժողովուրդ ջան։ Դամար մենք Աստծուն փառք ենք տալում, ժողովուրդ ջան, մենք որ նայում ենք սաղսել, Աստծուն հավատացել ենք։ Բոլոր մարդկանց ում էլ հասնես, աղել կասեն մեռն եմ ասում, Աստծո զորության, այսօր շտեք։ Բոլորս էլ հավատում ենք, ժողովուրդ ջան։ Ինչպես առաջ մենք ենք աղել։ Ես ասի չէ, որ սենք հավատքը նույնպես այնքան հետաքրքիր է։ Ես որ բանակ գնացի 86 թվին գնացի բանակ եւ 88 թվին եկել եմ արդեն երկրաշարժ եղել էր։ Հետաքրքիր է, ես անտառով հետում եմ դոմիկար պես, որ դե պահագություն է անում, դե որ KPP ես անցնում, դե չեն թույլատրում, որ դու պրոդուկտ անես, դե ես էլ անտառով հետում եմ։ Եծել Ընկա անտառով ես մենք եկել ենք կամանդիրովքի, ահագին հերոյ ենք չարթից եկի։ Եթե պրամու խփի գնացի հասա դոմիկս, վերջը նստանք մեկ իջ հասինս հասմաս կերա, հիմի նույնս ասում եմ սպես ուղ էտամ, սիրասո ժողովուրդ ջան, Աստծոն փառավորվի մեր Տերը։ Հիմի մտել եմ անտառով էտամ նույն տեղը ելնեմ։ Այնքան հետաքրքիր է, անտառը նույնպես հավատքի կյանք է, հանգարց մի փոքր որ դու ծռվում ես, եթե դու ուշադրություն չեղար քո ընթացքի մեջ, դու հետում ես արդեն ուրիշ ճանապարհ ես գնում, ուրիշ տեղ ես հետում։ Այն տեղը չես գնում, որտեղ դու պետք է գնաս։ Եվ հիմա հետում եմ արդեն մութ ընկնում է ժողովուրդ, եթե ես մտանում եմ այդ անտառի մեջ, մարդը այդ ոչ վախից կվարտեն կմահանար։ Այդ 4 բոլոր սաղ անտառ էր։ Հիմա հետում եմ, դե ոչ էլ հավատք չենք ունեցել, որ գոնե աղոտ կանենք ժողովուրդ ջան, բայց Աստված տենում էր մեզի։ Հիմա հետում եմ, արդեն զգում եմ, որ մութ ընկնում է, հիմա չես մոտ որյանի վրա այդած որ դուրս գաս, ժողովուրդ ջան։ Եվ ելա մի հատ ճանապարհ, փառք Հիսուսին։ Ելա մի ճամփա, հիմա ես չգիտեմ այդ ճամփին աճ էտամ թե ձախ էտամ։ Վերջը ելել ես տրասա ճանապարհը, ժողովուրդ ջան։ Դա էլ չգիտես, արդեն սա բոլոր 4 բոլոր անտառը, այնքան կենտանիներ կան, չեսենք։ Վերջը մի կայնել եմ, չգիտեմ որյանի վրա էտամ, մեկ մի հատ ավտո եկավ, վայնի ավտո, տեսա մեջը պատպալկովնիկ է նստած։ Այսինքն դու սամավոլկի ես եկել, դա արդեն մի հատ ավելի բան էր էլի։ Հիմա որ ես ավտոն եկավ, ես էլ իրան չնայեցի ուշադիր, սենք չտեն էլի որ սենք վերջը։ Այսինքն սամավոլկի քեզի կրային գուբախ տանեն նստնեն։ Հիմա բայց տիրոջ գործ այնքան հետաքրքիր է ժողովուրդ ջան, այսօր դուք էլ կրակ ձեր կյանքի մեջ հիշեք, իշքան Աստված ձեզի ողորմություն արի։ Այն բանը որ Աստված քո կյանքի մեջ գործ անում, նա արդեն գիտա քո կյանքի ընթացքը, ժողովուրդ ջան։ Այնքան օրհնյալ է մեր Աստված, ես հետո իմ հավատքի կյանքի մեջ սկսի արդեն այդ ամեն բաները տեսնել Աստծո իրաց գործերը մեր կյանքի մեջ, ժողովուրդ ջան։ Ես ավտոն մեկ իջ գնաց ու կանգնավ հետ եկավ, ժողովուրդ ջան։ Հիմա այդ պալկովնիկը պատպալկովնիկ էր, հիմա հարցնում է դե սկսում եմ, դե ասում եմ, ես իմ բերեցին, դե թողեցին, ասում եմ, բա ճամփեն գիտես, դե ասում եմ, չեմ ամենի, դեսենք խապեց իրան, ժողովուրդ ջան։ Ինչ կարայինք ասենք, մենք անհավատ մարդիկ ոչ գրած։ Դե ասի չեմ ան, բերից դե թողեցին, գնացին, բայց դե ասենք Տերը թույլ չտա, գոնե ասե, բա քեզ ով է բերես, դե չես, եք արդեն կբռնվենք վավշե։ Դե ասես պես գնաց ցախով կետաս, գելնից դեպի վայկա, վայ, այսինքն մեր գражданствին գայա, այնտեղ էլ վայա, բանը, սալդատներն։ Որ ասես վայա, այսինքն ես արդեն հասել եմ չաստի մոտ, ժողովուրդ ջան, արդեն ինչքան է հեռացել ես իմ տեղից։ Մենակ այդ ճանապարհով էտում արդեն մութ ընկած, փառք Աստծո, այդ մեր չաստից ավտո եկավ, կանգնավ, լավա գոնե կանգնավ, ժողովուրդ ջան։ Մենք այս ամեն բաները տեսնում ենք Աստծո գործը մեր կյանքի մեջ, որ Աստված մեզի որքան է սիրել, դաժե մենք չենք ճանաչի իրան, ժողովուրդ ջան։ Եվ փառք Աստծո, այդ ավտոն նստա գնացի մինչև չաստ։
Եվ դա համար մենք ինչ ենք անում, մենք Աստծուն փառավորում ենք, որ այո, Աստված մեր բոլորի կյանքը հաշված է, նա գիտա քո ամեն ընթացքը, նա քեզ պահել է մինչև բերա դեպի քեզ ավետարան միացնելու, ժողովուրդ ջան, որ դու ավետարանով ճանաչես Աստծուն, որտեղ այսօր որքան կարևոր է, որ այսօր մարդիկ ավետարան կարդան, ժողովուրդ ջան, այսօր կարա շատ մարդկանց հարցնես, ասում է, հա, եղբայր ջան, հավատում եմ, ասում, ավետարան կարդում ես, չէ, չեմ կարդում, դա կարևոր բան է, դու ոնց պիտի փնտրես Աստծուն։ Դիչերես ավետարանով ենք մենք մեր Աստծուն ճանաչում, ժողովուրդ ջան, այսօր մենք բոլորս մենք ավետարանով ենք ճանաչել մեր Աստծուն, չէ՞։ Մենք ավետարանով ենք մենք սնվում եւ մենք ավետարանով սկսում ենք հավատալ մեր Աստծուն, այն որ խոսքը թողել է մեր Տեր Հիսուսը, չէ՞։ Մենք այն անգամ կիսվանք Կորինթացիներ 13-ի առաջի խոսքերից, եթե հիշում եք, չէ՞, Կիրակյորը կիսվանք Հայտնության 3-րդ խոսքերից, այն որ ասում է Ձեզեդ է մինչև աշխարհի վերջես, մը հավատքդ ամուր պայի, այսինքն հավատքի ամուր պայելու համար, ժողովուրդ ջան։ Այսօր մի քիչ ուզում ենք կիսվենք Տիրոջ խոսքից, Սիրասո ջան, ելի նույնպես Տիրոջ խոսքի համար, որ մենք Տիրոջ խոսքի մեջ մնանք, ժողովուրդ ջան։ Այսօր շատ կարևոր է, որ մարդիկ մնան Աստծո խոսքի մեջ։ Ձեր ժողովուրդ ջան, սա շատ կարևոր է։ Երբ որ ես ու դու մնում ենք ավետարանի մեջ, մենք ըդից ենք սովորում Աստծուն ճանաչելու։ Միգուցե այսօր քեզի շատ մարդիկ ուրիշ բաներ կասեն, բայց երբ որ դու մտնում ես ավետարան եւ կարած ասես եղբայր ջան, այ քույրիկ ջան, ավետարանում այդպես բան գրված չի, դու ուրիշ բան ես մեզ սովորացնում։ Այսինքն այսօր մեզ Աստված ինչու համար մեզ դալում է ավետարան ճանաչելու համար, որպես ասում է կկան սուտ Քրիստոսներ կկան, սուտ վարտապետներ կկան, սուտ մարգարեներ կկան, ժողովուրդ ջան։ Եթե այսօր մենք չզանազանենք ավետարանը, մեզ հեշտ հանգիստ կխաբեն։ Հեշտ հանգիստ։ Դամար այսօր Տերը ինչ ասում, այսօր ուզում է Տերը, որ մենք մտնենք ավետարանի մեջ, սնվենք ավետարանով եւ հավատանք ավետարանին, ժողովուրդ ջան։ Հիմա Տերը ասում է, ես ձեզ հետ եմ մինչև աշխարհի վերջը, չէ՞, մենք այն անգամ ասենք, հավատքը երևույթներ չի։ Հիմա դու ո՞նց պետք տենաս, որ Տերը քեզ հետ է։ Ո՞նց պետք տենաս դու։ Վերջը նեղության մեջ ես, խնդիրների մեջ ես, դժվարությունների մեջ ես, վերջը նայում ես եւ չկա այդ քու դրությունից դուրս գալու, չէ՞, վերջ հիվանդություններ կան, ահագին բաներ կա։ Հիմա Տերը ասում է, ես քեզ հետ եմ, դու ո՞նց պետք է տեսնես, ժողովուրդ ջան, ո՞նց ենք մենք տեսնում Աստծուն, որ նա մեր հետ է։ Մենք մտնում ենք ավետարան եւ մենք ընդից ենք տեսնում, ժողովուրդ ջան, որ Աստված ասում է, ես ձեզի հետ եմ, մինչեւ աշխարհի վերջը։ Ժողովուրդ ջան, Աստված, նա Աստված է։ Նա եթե մի բան ասում է, նա իր խոսքի տերն է։ Դամար թու Աստծոնը փառավորվի, շորջան, այսօր կարա մարդիկ քեզի շատ բաներ խոստանան, քույրիկ ջան, եղբայրնես քեզի էսի կանեմ, էսի կօգնեմ, էնի կանեմ, բայց տենում ես չեն անում, չկա։ Բայց եթե Աստված քեզի մի բան ասում, նա անելու է դա, ժողովուրդ ջան։ Եթե Աստված քեզ ասես, որ այս բանը պետք է քո կյանքի մեջ անեմ, եթե Տեր ասես քեզ, քո հիվանդություններից պետք է բժշկեմ քեզի, ժողովուրդ ջան։ Ուզում է ամբողջ այս բժիշկները քեզի կանգնեն, այս երկին ինչքան բժիշկներ կա, չէ, երկրի վրա։ Իրանց ասեն, Տերը ասում է, ես եմ քեզ բժշկողը։ Իրանց լրիվի ասածը Տերը հեչ անում։ Եվ քո մեջ բերում է հավատք, որ դու հավատաս ավետարանին, որ Աստված քեզ հետ է մինչև աշխարհի վերջը, ժողովուրդ ջան։ Դամար մենք Աստծուն փառք ենք տալու մեր եղած կյանքի մեջ, որ մենք ապրում ենք Տիրոջ հետ, մենք այսօր տեսնում ենք Աստծո շնորհքը մեր բոլորի կյանքի մեջ, ժողովուրդ ջան։ Մենք տեսնում ենք, որ Աստված մեր ամեն մեկից ամեն մի վիճակից Տերը օգնում է, մեզ հանում այդ վիճակներից, որպեսզի ընկած մարդը չմնա իր ընկած վիճակի մեջ, ժողովուրդ ջան։ Դամար այսօր ինչու համար Տերը դրե քույրիկ եղբայրներ, չէ, Աստծո զավակներ, որ այսօր մենք տեսնում ենք այսօր քույր եղբոր հարաբերություն իրար հանդեպ, ժողովուրդ ջան։ Ես ինական միտեղ պես խոսում եմ, չէ՞, եթե մեր մեջ ցավ չկա ձեզ համար, կամ քո մեջ ցավ չկա ինչ որ մի քույր եղբոր համար, ժողովուրդ ջան, դու այդ չես եկել իր համար աղոթել։ Մենք աղոթենք պես սովորական, բայց երբ որ քո մեջ ցավ կա, դու մտածում ես, դու հոգ ես անում, դու աղոթում ես, այսօր կարող է մենք մեզ համար այդպես չաղոթենք։ Եթե հնարավոր մենք այսօր հիվանդ լինենք, մեր համար չկրանանք այդպես աղոթենք, ժողովուրդ ջան, բայց ինչ որ մի ուրիշի համար որ դու աղոթում ես քո քրոջ եղբոր համար, մի քիչ քո ներսի ջերմությունը ուրիշ է այդ աղոթքը։ Դա Աստված է մեզ սովորացնում, որպեսզի մենք
մեկս մյուսի համար աղոտ կանենք, ժողովուրդ ջան։ Երբ որ դու անում ես, Տերը քեզ էլ է օգնում, Տերը քեզ էլ է բժշկում, Տերը քեզ էլ է օգնում, որ դու հավատքիդ մեջ կայուն մնաս, հավատքի մեջ ամուր մնաս, ժողովուրդ ջան։ Համար այսօր շատ բաներ կա, որ մենք չենք իմանում, ժողովուրդ ջան, Աստված մեզի կամացի սովորացնում է եւ բացում է, որ մենք հասկանանք իր խոսքի ճշմարտությունն է։ Եվ մենք երբ որ սկսում ենք հասկանանք եւ մենք սկսում ենք գնահատել Աստծուն, ժողովուրդ ջան։ Համար Տիրոջ խոսքը օրհնյալ է, որ այսօր Տերը մեզ ամեն մեկի սովորացնում է, որ մենք սովորենք ավետարան, ժողովուրդ ջան։ Մենք պարզ կարանք մարդկանց ասենք, եթե մեկը կգա ասում այս ավետարանը քեզից չի բերա, դու այդ մարդը նզովյալ հաշելնի։ Եթե ուրիշ ավետարան քեզ կբերեն, դու պարզ կրաս այդ մարդուն մերժես, ժողովուրդ ջան, պարզ։ Ինչու համար, որտեղ դա ավետարանը չի քեզ սովորացնում։ Ժողովուրդ ջան, դա համար մենք տեսնում ենք շատ անգամ Աստված նաև մեզ փորձում է։ Բարականեր կա, մենք մտնում ենք այդ ընտանիքի մեջ։ Մեկը տեսնում ես այս փորձությունից դու չանցար։ Չկարողացար անցնել։ Թուլացար։ Հավատքդ պակսավ։ Հավատքը չկարողացար պահես, միգուցե չես ենք։ Մենք տեսնում ենք ամեն ուրեք այսօր մեր կյանքի մեջ կա այս ընտանիքը, ժողովուրդ ջան։ Համար այսօր անօրեն ինչ է, շատ անգամ վախ ծնում է մարդկանցով չես ենք, բայց որ մենք տեսնում ենք, որ Աստված իր զորությունը ունի իմ ու քո կյանքի մեջ, ժողովուրդ ջան։ Այսօր միշտ Աստված իր երեխեքին բարձրացրել է, միշտ ամեն վիճակի մեջ, ինչքան կարող մարդիկ ուզենան տվյալ մարդուն նսեմացնեն, հավատքի մարդուն, բայց Աստված այդ հոգում պահել է եւ բարձրացրել է եւ իրանց արի ամոթով։ Ինչու՞ համար, որտեղ դու իրան ես պաշտում, ժողովուրդ ջան։ Համար այսօր շատ կարևոր է, որ այսօր այո, մենք պաշտում ենք մեր Աստծուն, սիրո ժողովուրդ ջան, եւ մենք փառավորում ենք մեր Հիսուսին, եւ մենք կոհանում ենք մեր Աստծուց, ժողովուրդ ջան։ Ես ուզում եմ մի քիչ խոսենք Տիրոջ խոսքից կիսվենք, սիրասո ժողովուրդ ջան, եւ մենք տեսնենք Տիրոջ խոսքը այսօր ինչ ունի ինձ ու քեզ ասելու, ժողովուրդ ջան։ Հետաքրքիր է, Տեր ասում է, ով որ ականջ ունի, թող լսա։ Հետաքրքիր է Տիրոջ խոսքը, որ մենք նայում ենք, ասում ենք Տեր Աստված, ախր սաղցել երկու հատ ականջ ունենք, ժողովուրդ ջան։ Հետաքրքիր ինչու՞ համար Տեր ասում, ով որ ականջ ունի, թող լսա, ժողովուրդ ջան։ Եթե ավետարանը մի բան գրել է մեզ, Տերը գիտա, դրա համար ասում։ Աստված տենում ասում, որ դու ականջ ունես, բայց չես լսում, աչքեր ունես, չես տեսնում։ Տեր Աստված, բա ո՞նց կլինի։ Երկու հատ ականջ ունեմ ու ես չեմ լսում քեզ։ Այո, մենք չենք լսում շատ անգամ մեր Տիրոջը, ժողովուրդ ջան։ Այսօր ամեն մեկս մեր կյանքի մեջ երբ որ սկսենք ստուգել, նայել, մենք տեսնում ենք, որ այո, շատ անգամ որ մենք Տիրոջ ասածը չենք լսում, բայց ականջ ունենք, բայց չենք լսում, ժողովուրդ ջան։ Եվ դա համար ուզում եմ մի քիչ Տիրոջ խոսքից կիսվենք, որպեսզի մեզ ամեն մեկս հասանելի լինի իր խոսքը եւ տեսնենք Տերը ինչ ունի ինձ ու քեզ ասելու, ժողովուրդ ջան։ Ես ուզում եմ կարդամ Ղուկաս ավետարանի 6-րդ գլխի, ժողովուրդ ջան, 46 խոսքից։ Ղուկաս ավետարան 6-րդ գլուխ 46 խոսքից կկարդան, ժողովուրդ ջան։ Եվ խոսքի վերնագիրը երկու տուն շինողների մասին է խոսքը, ժողովուրդ ջան։ Այսօր ամեն մեկը տուն ենք շինում։ Եվ մենք նայում ենք ինչ ենք մենք օգտագործում, ժողովուրդ ջան։ Համար Տերը բոլորդ էլ օրհնի, սիրաշո ժողովուրդ ջան։ Տերը ձեզ զորացնի։ Եվ մենք նայում ենք Տիրոջ խոսքը ինչ ասում Ղուկաս ավետարանի 6-րդ գլխի 46 խոսքը։ Մենակ միկրոֆոնից ուշադիր, ժողովուրդ ջան։ Ասում է ինչու զիս Տեր կկոչեք, ուսած բաները չեք կատարել։ Ժողովուրդ ջան, սա ասում ավետարանը, սա ասում է Տիրոջ խոսքը, ասում է ինչու եք ինձ Տեր ասում, բայց իմ սած բաները չեք կատարում։ Ժողովուրդ ջան, հետաքրքիր է Տիրոջ խոսքը, երբ որ նայում ենք, ասում է չեք ինձ Տեր եք, ասում այսինքն դու ինձ Տեր եք կանչում, Տեր Հիսուս ջան, չէ, բայց ասում է իմ խոսքերս չեք կատարում, ժողովուրդ ջան։ Այսինքն երբ որ ամեն մեկը նայում է իր կյանքը, երբ որ մենք կարդում ենք ավետարանը եւ մենք սկսում ենք մեր կյանքի մեջ հետազոտություն անենք, Տեր Աստված, ես որտեղ քո կամքը չեմ կատարել, ոնց օգնա հասկանամ, ժողովուրդ ջան, չէ։
Հիմնամար երբ որ մենք նայում ենք ավետարան, երբ որ ասում ասում հարցը տալում ինչու զիս Տեր կկոչեք, բայց իմ սաս խոսքերը չեք, իմ սաս բաները չեք կատարի, ժողովուրդ ջան։ Եվ դամար Տերը բոլորս էլ օրհնի, սիրասոր ժողովուրդ ջան, որ մենք Տիրոջ սաս խոսքը կարողանանք կատարել, լսենք իր խոսքը, ժողովուրդ ջան։ Այսինքն այսօր մենք տեսնում ենք ամեն մեկիս կյանքի մեջ պատերազմ կա, այն որ Տերը ուզում է քո կյանքից մի բան փոխի, քեզ խորհուրդ է տալում, ասում է ժողովուրդ ջան, օգնում է ինձ ու քեզ փոխվելու, բաներ կա, որ մենք տեսնում ենք, այո, մենք շատ անգամ չենք ուզում։ Մենք չենք կարողանում լսել Տիրոջը, չեմ կարողանում փոխվել շատ անգամ։ Եվ դամար Տերը ասում է, եւ 47 խոսքը ասում է, այն որ ինձի կուկա, եւ իմ խոսքերս կլսե, ուզանոն կկատարե։ Ձեզի ցուցնեմ, թե որու կնմանի։ Ասում է, այն որ ինձի կուկա, եւ իմ խոսքերս կլսե, ուզանոն կկատարե, ժողովուրդ ջան։ Այնտեղ ասում են ինչու իսկ Տեր կասեք ու չեք կատարում, իսկ 47 խոսքը ասում այն որ կկանզի եւ իմ խոսքերս կլսա ու կկատարի։ Այսօր մենք ամեն մեկս մեր կյանքի մեջ որ մենք նայել ենք, չէ՞ ժողովուրդ ջան, Աստված մեզի որքան բաներից է օգնի, որքան բաներից է մեզի բակրի, չէ՞։ Վերջը մենք աշխարհից ենք եկել Տիրոջը։ Այն մեղքի աշխարհից, այն ապրած կյանքից եկել ենք Տիրոջը, ժողովուրդ ջան։ Մենք լսել ենք Աստծուն եւ մենք շատ բանկամ մենք հոժարվել ենք որ Տեր ասված դու մեզի փոխա ոչ թե ոնց եկել եմ այդպես մնամ այս նույն կյանքի մեջ ժողովուրդ ջան այո չէ մենք պետք է փոխվենք Տերը մեզ օրեցօր մաքրում է բաներ կա մեզ բացում է սովորացնում է որ մենք ավելին հասկանանք ճշմարտությունը ժողովուրդ ջան բաներ կա կարող մեր կյանքի մեջ դա մեղ չի համարվի մենք չենք տեսել որ դա մեղ կա չենք էլ հասկացել շատ անգամ չէ Բայց երբ որ Աստված մեզ բերում է մտցնում է ավետարանում է շատ անգամ տեսնում ենք որ շատ բաներ կա որ մենք այսօր ունենք շատ բաներ Աստծո սովորելու ժողովուրդ ջան Եվ մենք այսօր սովորում ենք ավետարանը Եվ դա մարսում ում ցույցնեմ սմա ան որ ինձի կուկա եւ իմ խոսքերս կլսե ու զանոն կկատարե ձեզի ցույցնեմ թե որու կնմանի Անիկա տուն շինողը մարտումը կնմանի որ փորեց խորընկծուց ու հիմը վեմի վրա դրավ խորընկծուց փորեց այսինքն դու օրեցօր խորընկնում ես Տիրոջ խոսքի մեջ եւ փորում ես գտնես Աստծո ճշմարտությունը քո կյանքի մեջ ժողովուրդ ջան եւ քո հիմը դնում ես Քրիստոսի վրա ավետարանի վրա ես դնում քո հիմքը ժողովուրդ ջան Ես հավատում եմ այն մարդիկ ովքեր դրեցին իրանց հիմքը ավետարանի վրա Տիրոջ խոսքի վրա ժողովուրդ ջան Եվ մենք տեսնում ենք, որ Աստված այդ մարդկանց շատերին է պահում։ Ոչ թե Աստված մյուսներին չի ուզում պահի, Աստված մա բոլորին է պահի։ Բայց որ մենք տեսնում ենք, երբ որ մարդու հիմքը չկա ավետարան, ժողովուրդ ջան։ Եվ դա մար որ դալշե կարդում ենք, ասում է, հիմը վեմի վրա դրավ եւ ջուրերը հորդած ատեն գետը զարկավ այն տանը ու չկարծավ զանիկա շարժել դաժե։ Վասնզի վեմի վրա հաստատված էր, ժողովուրդ ջան։ Ասում է ջուրերն եկան հորդորված, խփին է տանը, բայց է տունը չպլավ, հարց, ինչու համար չպլավ է տունը, այդ հորդորանք ջուրն եկավ խպեց է տանը ժողովուրդ ջան, որովհետև այս մարդու հիմքը հիմվել էր ավետարանի վրա, այս մարդը խորունցվել էր ավելի իր հիմքը դրել ավետարանի մեջ, ժողովուրդ ջան, Եվ այդ քամիները այսօր ոչ թե ջրերը որ պետք է գան, այդ քամիները այսօր երևույթներ են գալում քո կյանքի մեջ, փորձություններ են գալում Խփում են քեզի, ինձ են խփում ժողովուրդ ջան, շատ անգամ եւ մենք տեսնում ենք, որ մենք շատ անգամ խախտվում ենք այդ հիմքերից, ժողովուրդ ջան, ինչու՞ համար, որովհետեւ Տերը ուզում է, որ դու ավելի խորուգնաս Տիրոջ հիմքի վրա, այն որ խփում է Տերը իր հոսանքներով քեզ, որ դու տեսնում ես շարժվում ես բաներ կողքով, Տերը ուզում է, որ դու ավելի խորուգնաս Աստծո խոսքի վրա, ժողովուրդ ջան, Այսօր Աստված ուզում է մարդու կյանքից վերցնել իր հբարդությունը, իր գոռոզությունը, իր մարդկային հաճույքները, որ կա աշխարհի աչես են, հիմի Աստված ամեն բան մեզ ուզում է մեզի խորհուրդությունա եւ մեր հիմքը դնա ավետարանի վրա, ժողովուրդ ջան։ Հիմի դրա համար Տերը ինչ համար ուզում մարդկանց բերա դեպի ավետարան, որպեսզի մենք ավետարանի հիմքի վրա հավատք ունենանք, ժողովուրդ ջան։ Եվ մենք այսօր տեսնում ենք շատ մարդիկ վնասում են հավատքից, ժողովուրդ ջան։
Ինչու համար են վնասում։ Որտեղ մարդկանց հիմքը ավետարան չի եղել, ժողովուրդ ջան։ Եղբայր ջան, ինձ նեղացրեցին։ Էլ չեմ էտա պաշտամունքի։ Քույրիկ ջան, եղբայր ջան, ինչ եղավ քո հիմքը։ Ինչի քո հիմքը խախտվավ։ Ախր ավետանը մեզ բերում է իր հիմքի վրա, մենք պիտի ավելի խորունգնանք, ինքը ավելի խորունգցրեց, որի հիմքը դնա ավետանի վրա, ժողովուրդ ջան։ Այսինքն քո առօրվա կյանքը, որ պիտի խորունգնաս եւ քո հիմքը դնես ավետարանի վրա։ Ոչ մի մարդկանց գաղափարները, ոչ մի մարգարեների վրա, քո հիմքը դնես ավետարանի վրա, ժողովուրդ ջան։ Ավետան դա ճշմարտությունն է։ Այսօր կարող մարդը մարգարեն է, բայց ոչ Աստծոց լինի, ժողովուրդ ջան։ Բայց ավետարանը երբեք չի փոխվում։ Ամենամեծ օրհնությունը եւ մարգարեությունը, որ ավետարանն է, որ թողել է ինձ ու քեզ, ժողովուրդ ջան։ Մենք այն անգամ խոսենք, չէ՞, որ կարող այսօր մարդիկ շատ հրաշքներ փնտրեն, երևույթներ փնտրեն, բայց մի հատ կարևոր բան է, որ դու քրոջ ու եղբորը սիրես, դա չունենք։ Բայց մենք փնտրում ենք ուրիշ բաներ։ Տեր ասում աղջիկ ջան, տղա ջան, քո հիմքը խորընկծա եւ դիր իմ վեմի իմ խոսքի վրա դիր քո խոսքը, ժողովուրդ ջան։ Եվ դա մարսմա տեսնում եք ջուրը հորդած ատեն ու գետը զարկավ այն տանը, չկրծավ զանիկա շարժել, դաժե չշարժեց, քո հիմքը դաժե չի կրում շարժի, այդ անորենը, նա իշքան է որյանից քեզի խփում է, թե մտքի պատերազմի մեջ է խփում, թե որտեղ անքից է խփում, թե ինչ-որ հարվածներ է քո կյանքի մեջ գալու, մի քո կյանքի մեջ, ժողովուրդ ջան։ Մենք տեսնում ենք, մենք ենական խոսակ, չէ՞, մարդ ենք, կարա մի մոմենտ նեղվենք, ունենանք դժվարություններ, բայց քո հիմքը չի խախտվում ավետարանի մեջ, ժողովուրդ ջան։ Դու նույն սկսում ես վերականգնվել, դու նույն սկսում ես Տիրոջ առջև գաս եւ Տիրոջ երեսը փնտրել եւ Տիրոջը աղաղում ես եւ Տիրոջը սկսում ես ավելի սիրես, ժողովուրդ ջան։ Որ Աստված ամեն բան անում է իմ ու քո օգտի համար, ժողովուրդ ջան։ Դամար Տերը բոլորս էլ օրհնի, սիրելի ժողովուրդ ջան, որ այսօր մենք մեր հիմքը ավելի խորհրդցնենք դեպի ավետարան, ժողովուրդ ջան։ Ավետարանի մեջ մտնենք մենք սովորենք ավետարանից, թե Տերը մեզ ինձ ու քեզ ինչ ասում, ժողովուրդ ջան։ Դամար Տերը բոլորս էլ օրհնի, ժողովուրդ ջան։ Դամար Տերը սա ինչ որ ասում է, ինձ ու քո համար ասում, որպեսզի քո հիմքը չշարժվի։ Ասում է դաժե չշարժվավ, ժողովուրդ ջան։ Պատկերացնում ես քո առօրվա կյանքից ոմանց հիվանդությունը, ոմանց տարբեր խնդիրներ, ընտանեկան դժվարություններ խփում են քեզի, ամենյանից հարվածում են քեզի, ժողովուրդ ջան։ Այսօր շատ մարդիկ ասում են, եղբայր ջան, ախր մեզ մտանք հավատքի ոնց որ այս փորձությունները շատացա։ Անհավատ կյանքի մեջ չկար ոչ մի բան, բայց ես մտանք հավատքի մեջ, սրանք ամեն բան ոնց որ եկավ էս ամենը։ Ինչու՞ մարա գալու։ Որտեղ դու մտել ես արդեն լույսի մեջ, դու արդեն մտել ես պատերազմի մեջ, դու արդեն պատերազմի դաշտում ես գտնվում։ Դամար, եթե պատերազմի դաշտում ես, մենք այսօր տեսնում ենք ովքեր որ այդ տեղերում են, չէ, Ուկրաինայում, իրանք ամեն օր լսում են այդ ձայները, ժողովուրդ ջան։ Կրակոցներ են լսում, վերջը պայթուններ են լսում։ Ինչու՞ որտեղ այս մարդիկ այն դաշտում են, որտեղ կա պատերազմ։ Այո, այսօր մեր մոդերը չկան շատ տեղերը պատերազմ։ Մենք չենք լսում, բայց այն տեղերը որ կա, նրանք պատերազմներ լսում են, ժողովուրդ ջան։ Հիմա նույնպես, երբ որ մարդը մնում է հավատքի կյանքի մեջ, իր մեջ շատ բան է բացում, ժողովուրդ ջան։ Միգուցե այն վատ այսօր շատ մարդկանց որ հարցնում ես, ասում են, եղբայր ջան, ես քեզանից ուժեղ հավատք ունեմ, ժողովուրդ ջան։ Հավատքի մարդը դա չի ասում։ Հավատքի լուրջ մարդը այդպես բան չի ասում։ Ես ասում եմ, գիտես ինչ կա, ես կան տարի հավատքի մեջ եմ, բայց ես կան ժամանակ ես չեմ ինչ-որ մեկին կայնես, ոչ էլ ձեզի կարամ ասեմ, ժողովուրդ ջան, որ իմ հավատքը ավելի ուժեղ է ձեզանից, ժողովուրդ ջան։ Էդի ասելով չի հավատքը ուժեղը։ Գործը պիտի ցույց տա։ Մեր կյանքի մեջ գործ պիտի լինի։ Եվ դամար մեր հավատքը օրեցօր աճում է։ Միգուցե այսօր քո հավատքը թույլ է, Տերը քեզ աճեցնում է եւ քեզի ավելի է զորացնում, որ քո հավատքը օրեցօր աճի, մեծանա։ Այն որ դու ես ծև ես անցնում, միգուցե Տերը հաջորդ քեզ արդեն ուրիշ քայլ է բերում։ Եվ տեսնում ես, որ քո մեջը էլ չկա տրտունջ, էլ չկա բողոք։ Ինչու՞ որովհետեւ դու խորընկցրեցիր քո հավատքը դեպի ավետարան։ Եվ այսօր ես ու դու հասկանում ենք, որ հավատքի մարդը պետք է անցնի այս ճանապարհները, ժողովուրդ ջան։ Մենք այնական ասենք, չէ, եթե դու խաչդ կտրես քո նեղությունդ օրվա, ուզենաս անցնես այդ ճամփով, մենք չենք կար անցնի։ Մենք հետ կմնանք այդ ճամփից, ժողովուրդ ջան։ Այն որ Տերը դրել է մեր կյանքի մեջ այս ճամփեն անցնելու,
Եվ Տեր ասում է, ես քո կարողությունից ավել չի տալու մեր Ժողովուրդ ջան։ Եթե Աստված տենում է դու 10 կիլո բեռ ես տանում, Աստված երբեք քո վրա 50 կիլո կամ 25 կիլո չի դնա քո վրա, որ դու չկարողանաս տանես, Ժողովուրդ ջան։ Աստված այդպես բաներ չի անում մեր կյանքի մեջ։ Նա բարի Աստված է, նա սուրբ է, նրա ուշքը մի իմ ու քո փրկության համար է, Ժողովուրդ ջան։ Նա ամեն ջանք անում է, որ այսօր քո հիմքը դարձնես ավետարանի վրա եւ հիմնվես ավետարանի վրա։ Եվ դու պետք է կարողանաս ավետարան ճանաչես, Ժողովուրդ ջան։ Եվ դու ավետարանով պետք է սնվես։ Եվ նա քեզ ամեն բան կսովորացնի։ Հիշում եմ մի հատ պես վկայություն կար, երբ որ մի քույրիկի ավետարան են տալում, այս իմ որ թվերն է, Ժողովուրդ ջան։ Այս քույրիկը տարերը չէր իմանում։ Եվ որ տարերը չէր իմանում, դե իրան պետք է որ կարտա լսեր ավետարանի խոսքը, Ժողովուրդ ջան։ Այդ մեր հարևան հետ խոսած, ասում է հարևան ջան, քեզ իսկ կան գումար կտամ, ամեն օր ինձ կարտա ավետարան։ Ոսկի մի գլուխ էր կարտում, երկու գլուխ, հարևանն էլ փողա տարում, խիչ ուզա, Ժողովուրդ ջան։ Անհավատ հարևան։ Վերջը հարևանն էլ համաձայնում է։ Ամեն օր երկու հատ հարավետում է, փողը տալում է, հարևանը հավեսով կարտում է, ինքը լսում է, գալում է տուն։ Մի օր էլ հետում է այդ հարևանի տուն, Ժողովուրդ ջան, չգիտեմ արդեն որ տակամ է տուն, էսի որներ։ Այս հարևանը որ նույնց հանում է փող տա, որ նույնց ավետարան կարտա, ասում է ինձ երկու փողը պետք չի։ Ես հավատա, ես տեսել եմ արդեն այդ ավետարանի տիրոջը, Հիսուսին արդեն հանդիպել է, Ժողովուրդ ջան, սովորական այս կինը կարտած էլ ավետարան փողով, բայց այդ կարտալ ինքը հանդիպել էր Քրիստոսին ավետարանի մեջ։ Սա կարևոր հարց է, որ Աստված ինձ ու քեզ մտցնում է ավետարան եւ ընդից դու տեսնես Քրիստոսին ավետարանի մեջ, Ժողովուրդ ջան։ Էլ եմ ասում, ավետարան անգիր իմանալը չի։ Այսօր կարող մարդիկ անգիր իմանան ավետարանը։ Սաղ տեղերը քեզի կասեն, բայց այն կյանքը, որ Աստված մեզ մտցնում է եւ տանում է, մեկ է տեսնում ես այն մատ, դու դադարք ես։ Դու ավետարանից հեռու ես ապրում։ Քո արած գործերը ավետարանին չի համապատասխանում, Ժողովուրդ ջան։ Եվ դա համար Տեր ինչ համար ուզում մեզ բերի, մտցն ավետարան եւ մենք սովորենք ավետարանի, Ժողովուրդ ջան։ Դա մարսումա կկան երևույթները, կխփեն քեզի։ Էլ քամիներ կկան, էլ մտքի պատերազմ։ Այսօր ամենաուժեղը մարդու կյանքի մեջ, Ժողովուրդ ջան, մտքի պատերազմն է։ Նա ամենաուժեղն է գալում։ Հարվածը, որը դու չես էլ պատկերացնում։ Շատ անգամ որ մարդկանց այդ աշխատանքը ասում եմ եղբայր ջան, այդ միտքը որ գալում է, լավ իմացի, դա քոնը չի։ Երբ որ դու լսում ես այդ մտքին, դու արդեն սկսում ես վնասվես։ Դու մտածում ես այդ միտքը եկավ իմն է, բայց քոնը չի։ Ժողովուրդ ջան, եթե մի միտք ենական ասենք, եթե մի միտքը բարի բան է քեզ սովորացնում, դու կարաս այդ մտքին լսես, Ժողովուրդ ջան։ Տամար Տերս օրհնի մենք այսօր եւ բարին ենք ճանաչում եւ չարը։ Լավն ու վատը արդեն Տերը մեզ տվել է, որ մենք ճանաչենք, Ժողովուրդ ջան։ Տամար Տերը բոլորս էլ օրհնի, սիրասո Ժողովուրդ ջան։ Եվ Տիրոջ խոսքը օրհնյալ է, որ Տերը մեզ հաստատի իր վեմի, Ժողովուրդ ջան։ Էդի դու պիտի խորհուրդ ծնես։ Սիրասո Ժողովուրդ ջան։ Աստված քո տեղը չի անելու իմ տեղը։ Նա թողել ավետան, այսօր քո հերթն է, դու պիտի անես։ Այսօր Տերը մեծ ասում գնացեք ամբողջ աշխարհավետարանացեք իմ խոսքը, Ժողովուրդ ջան։ Ինձ ու քեզ ասում գնացեք, խոսացեք մարդկանցի մասին, Ժողովուրդ ջան։ Օգնեք մարդկանց ճանաչեն Քրիստոսին։ Սա ինձ ու քեզ անում, Տերը քո տեղը չի անելու։ Նա արդեն արել ամեն բան իմ ու քո կյանքի մեջ, Ժողովուրդ ջան։ Տամա Տերը բոլորս էլ օրհնի, սիրելի Ժողովուրդ ջան, որ մենք կարողանանք օգնենք Տիրոջ խոսքի մեջ մնանք, Ժողովուրդ ջան։ Որ այն հարվածները, որ եկավ, խփեց ինձ ու քեզ, եւ դու մնում ես հավատքի կյանքը, չի շարժվում։ Դու մնում ես նույնիսկ քո նույն հավատքի մեջ, Ժողովուրդ ջան։ Տամար Տերը ինձ էլ օրհնի, ձեզ էլ օրհնի, Ժողովուրդ ջան, մեր բոլորիս պահի, մենք չգիտենք դեռ ինչ ժամանակներ կգա, ինչ օրեր կգան այսօր, Ժողովուրդ ջան, չէ, ով էր պատկերացնում, որ Ուկրաինա Ռուսաստան պիտի պատերազմ, ոչ մեկ չէինք պատկերացնում, Ժողովուրդ ջան, չէ։ Բայց այսօր մենք տեսանք, որ դա եղավ։ Այսօր մենք տեսնում ենք ամբողջ աշխարհի մեջ այսօր մի խնդիրներ կա, դժվարություններ կա, Ժողովուրդ ջան։ Տամար Տերը բոլորս էլ օրհնի, սիրասո Ժողովուրդ ջան։ Եվ 49 խոսքը, Ժողովուրդ ջան, ասում է, բայց ան որ իմ խոսքերս կլսե ու չի կատարե։ Լսում ենք։ Ասում է, այն որ իմ խոսքերս լսում է ու չի կատարում, Ժողովուրդ ջան։ Լսում ենք, բայց չեն կատարում, Ժողովուրդ ջան։ Ինչու՞ որ ասում
Տերը մի անգամ ասեց, ես երկու անգամ լսեցի, այդ ոնց կլինի Հիսուս ջան, ոնց մի անգամ դու ասում ես ես երկու անգամ եմ լսում, ժողովուրդ ջան, այսինքն երբ որ դու մի անգամ լսում ես, երկրորդը դու արդեն կատարում ես այդ խոսքը, դա մարա Տերը ասում չի ասում, բայց ան որ իմ խոսքերս կլսե ու չի կատարե, կնմանվի այն մարդուն, որ հողի վրա առանց հիմի տուն շինեց, ժողովուրդ ջան, առանց հիմի, այսինքն իր հիմքը ավետարանը չէր, ժողովուրդ ջան, իր հիմքը ավետարանի վրա չէր շինվի, իր հասկացողության վրա կարա շինվի, իր հավատքը, մարդկանց վրա կարա շինվի, ժողովուրդ ջան, բայց այսօր մենք տեսնում ենք ինչ ասում Տիրոջ խոսքը սմա, հողի վրա առանց հիմի տուն շինեց, ժողովուրդ ջան, որուն զարկավ գետը եւ շուտ մը փլավ, այդ տունը գնաց արդեն, ժողովուրդ ջան, բարի գնաց, այն տանը կործանումը մեծ էր, ժողովուրդ ջան, սմա այդ տան կործանումը մեծ էր, այսօր մենք տեսնում ենք ինչ ասում, ման որ իմ խոսքերս կլսե ու չի կատարում, այսօր մենք կարդում ենք ավետարան եւ մենք այսօր տեսնում ենք Աստված մեզի շատ բաներ է սովորացնում եւ շատ բաներ է մեզանից պահանջում եւ շատ բաներ է մեզ օգնում, ժողովուրդ ջան, համար Տերը բոլորս էլ օրհնի սիրաշնորհ ժողովուրդ ջան, Տերս օգնի բոլորս մնանք Աստծո խոսքի մեջ, ավետարանի մեջ, իր խոսքի մեջ, ժողովուրդ ջան, եւ մենք օրեցօր պիտի խորհրդացնենք մեր հավատքը դեպի ավետարանից, ժողովուրդ ջան, դեպի Աստծուն ճանաչողության մեջ, ժողովուրդ ջան, այն անգամ որ դու մի բան չես անում, չէ, կարող դու քրոջ եղբոր չկարանաս օգնես, չես ենք, դաժե վեր հանես, երբ որ դու սկսում ես կարդալ եւ սկսում ես կամացից դու խորհրդանաս ավետարանի մեջ, դու հասկանում ես քեզի Աստված ուրիշ բան է սովորացնում, ժողովուրդ ջան, Աստված ուզում է որ դու ընկածին օգնես, վեր հանես, սա է մեզ ավետարանը սովորացնում, ժողովուրդ ջան, այսօր ամեն մարդիկ տարբեր վիճակներով են գալիս են քեզ մոտ, օգնության կարիք ունեն, այս մարդիկ հոգևոր տգար են, կամ թույլ են, կամ ինչ-որ ընկած վիճակ ունեն, եւ քեզ գալիս են մի բան խորհուրդ հասնելու, ժողովուրդ ջան, եւ մենք տեսնում ենք շատ անգամ մենք դադողությամբ ենք լսում այս մարդկանց հանդեպ, ժողովուրդ ջան, փոխանակ օգնենք, այ մի բան էլ մենք սկսում ենք այս մարդկանց դադել, ժողովուրդ ջան, Համար այսօր ավետարանը մեզ ինչ է սովորացնում, որ մենք մեր հիմքը շինենք Աստծո խոսքի վրա, դի մենք խորհրդացնենք մեր հավատքը դեպի ավետարան, ժողովուրդ ջան, այսինքն քո ամեն օրվա ապրած կյանքը դու խորհրդում ես ավետարանի մեջ եւ սովորում ես ավետարանից ճիշտ ապրելու համար, ժողովուրդ ջան, եւ այնական մաս չի, երբ որ մենք այն եկած վաղտը խոսքի, դու որ տարին ես ապաշ, եւ նույն այս տարին քանի տարի անց է, եթե դու նույնն ես մնացե, այսինքն դու դեռ չես խորհրդացե Աստծո ավետարանի մեջ, դու չես խորհրդացե քո ապրած կյանքի մեջ, որ դու ավելին Աստծուն ճանաչել, ժողովուրդ ջան, Համար Տերը բոլորս էլ օրհնի, ժողովուրդ ջան, Տերս օգնական եղնի, որ այսօր մենք ամեն մեկս մնանք ավետարանի մեջ, իր խոսքի մեջ, իր խոսքով սնվենք, ժողովուրդ ջան, ամենակարևոր բանն է, ասում է երկիր ու երկիրը կանցնեն, բայց իմ խոսքը բնա պիտի չանցնի, ժողովուրդ ջան, ել եմ ասում, այս մի ավետարան է Տերը թողի երկրը, էլ ուրիշ ավետարան մեզ չի գրվելու, ժողովուրդ ջան, այս մի ավետարան թողելա, որպես ես ու դու մեր հավատքը խորհրդացնենք Տիրոջ խոսքի իր հիմի վրա, ժողովուրդ ջան, եւ դա մարդու Տերը օրհնի բոլորիս էլ, ժողովուրդ ջան, եթե Տերը մի բան խոսում է, Տերը տեսնում է մեր բոլորիս այդ կարիքը, ժողովուրդ ջան, մենք բոլորս դրա կարիք ունենք, ժողովուրդ ջան, դա Տերը ինձ էլ օգնի, ձեզ էլ օգնի, որ երբ որ մենք Տեր ենք կանչում, նաեւ կարողանանք իր ասածը կատարենք, ժողովուրդ ջան, բաներ կա, մենք մարդ ենք, կարա բաներ մենք ուժ չունենք, կարա բաներ կա մենք կարողություն չունենք, բայց մենք ուզում ենք, մենք հոշարվում ենք Տիրոջ կամքի մեջ, Տիրոջ խոսքին մենք հոշարվում ենք, Համար Տերը բոլորս էլ օգնի, ժողովուրդ ջան, որ մենք կարողանանք խնդրել Աստծուն, աղոթել Տիրոջը եւ մնանք Աստծո խոսքի մեջ, ժողովուրդ ջան, Տերը բոլորս էլ օրհնի, ժողովուրդ ջան, Տերը բոլորս էլ զորացնի, իր բոլոր ժողովուրդը Տերը օրհնի, ժողովուրդ ջան, Տերը օրհնի իր բոլոր եկեղեցին, այս աշխարհի ծերից որտեղ որ կա Տիրոջ ժողովուրդ կա, Տերը բոլորիդ օրհնի, ժողովուրդ ջան, Տերը օրհնի,
Տերը սորտնի, որը մենք կարդացինք Կորինթացիների 13-ի առաջի խոսքը, չէ առաջինի, ինչ էր ասում։ Եթե ամեն լեզուներ ունենաս եւ սեր չունենաս, այսինքն էլ քո հավատքը փուջ է գալու ժողովուրդ։ Մենք տեսանք, որ մեկը գնում է երիկով, չես մա բռնին ծեծեցին, չես զինվորները այդ բաները։ Եվ այդ խեժ մարդուն ծեծած մեռած գցին այդտեղ ժողովուրդ։ Փարիսեցին էլ է բանը։ Քանան եկավ տեսավ, թողեց գնաց։ Այսօր մեր կյանքի մեջ իշքան պես մարդիկ կան, որոնք կարիք ունեն, որ դու իրանց օգնես, իրանց համար աղոտ կանես ժողովուրդ։ Շատ անգամ մենք կողերից անցնում գնում ենք։ Մենք տեսանք Ղեֆտացին էլ եկավ ժողովուրդ։ Շատ անգամ երբ որ մենք մարդկանց մոտիկանում ենք եւ մենք սկսում ենք մարդկանց շատ հարցակնել, «Էս ինչ ես արել, որ դու հիվանդացել ես։ Էս ինչ ես արել, որ դու ընկար»։ Քուրիկ ջան, եղբայր ջան, դու կարաս ինձ օգնես, օգնա վեր ելնի ժողովուրդ ջան։ Մենք տեսանք բարի Սամարացին ժողովուրդ ջան, մի օր Տերետադրա մասին եք խոսենք, հետաքրքիր է, որ մոտիկցա, «Էս խեջին չասես, էս ինչ ես արես, ինչ եկար էս ճամփով որ քեզից ծեզին ժողովուրդ ջան»։ Աստծո ուշկումիկը ինձ ու քեզ փրկենա, մեզ վեր հանելնա։ Երբ որ մարդը վեր է ելնում, Աստծուն ճանաչումը, նա սկսում է Աստծուն ավելի գնահատել ու փառավորել ժողովուրդ ջան։ Այս է մեզ ավետարանը սովորացնում։ Հիշում եմ մի հատ պես վկայություն կար, մի եղբայր որ հետո մի հատ տատիկի քարոզելու, ասում է դա մի հատ տատիկա լավ քարոզեմ։ Վերջը, հետո այս տատիկը դե պարգածելն վիվանդելն երևի։ Մտնում անես որ քարոզես, մեզ մի ավետարանը բաց է որ կարտամ, ասում է կլինի դու սա մոտը փագես։ Այս ավետարանը ցալում հետո մսայնում։ Ասում է որ նույնիսկ բաց ավետարանը կարտում է խնդրեմ կարա մի հատ վրես ծածկես էլ երևի այցալով։ Նույնիսկ ավետարանը փակում է, երրորդն էլ նույնիսկ այս տատիկը խնդրում, այս եղբայրս մայ մարդ այս տատիկից բան դուրս չկա կանի, թողեմ էտա։ Երբ որ այս եղբայրը ուզում է էտա, ասում է մի րոպե կանգնի։ Ասում ես ինչ որ դու արեցիր ավետարանի մեջ կար, ասում է հա։ Բայց աղբեր ջան, ուր ես գնում։ Դե ասում է հիմա արի նոր քարոզի, ժողովուրդ ջան։ Մենք տեսնում ենք ավետարանը մեզի ուրիշ բան է սովորացնում, ժողովուրդ ջան։ Ավետարանը մեզ սովորացնում է իրարու օգնել, իրարու համար աղոթել, իրարու համար ցավ քաշել, իրարու օգնել, ժողովուրդ ջան։ Տամար Տերը բոլորս էլ օրհնի, սիրելի ժողովուրդ ջան, օգնի իր բոլոր եկեղեցին։ Տերը օրհնի, որ բոլորս մենք մտնենք ավետարանի մեջ, ավետարանով սնվենք եւ իր խոսքի մեջ ապրենք, ժողովուրդ ջան։ Էլ եմ ասում, դու կարող ավետարանի շատ բաներ չհասկանաս։ Կարող ավետարան անգիրը չիմանաս, կարող տեղերն չիմանաս, շատ անգամ ասեն դու տեղերն չիմանաս։ Բայց քո ապրած կյանքը համապատասխանի ավետարանի, ժողովուրդ ջան։ Քո արած գործերը համապատասխանի ավետարանի։ Այն որ այսօր դու անում ես Տիրոջ տան մեջ, Տիրոջ գործի մեջ, ծառայության մեջ, ժողովուրդ ջան։ Տամար Տերը բոլորս էլ օրհնի, ժողովուրդ ջան։ Սկանով վերջացնենք։ Թո Տիրոջ անունը փառավոր Տերը օրհնի բոլոր իր ժողովրդին, ժողովուրդ ջան։ Ամեն։